Տիկին Հակոբյան արդեն սովորություն եւ ավանդույթ է դարձել դատարանի բակերում հարցազրույցները ու տարբեր գործերով դարձյալ Արմեն Աշոտյանին են թիրախավորել եւ 2015 թվականի վաղեմության գործ են մեջտեղ բերել, որով ըստ փաստաբանի որևէ քննչական, որևէ գործողություն չի կատարվել։ Ձեզ համար սպասելի էր այս մոտեցումը, որ հենց Աշոտյանի հանդեպ կկիրառվի այս մեթոդը։ Գիտեք, այս իշխանությունները, հատկապես Նիկոլը, ծանր է տանում իր ստեղծած հակահերոսների կերպարների այս հանդարտությունը եւ adekvat մտածողությունը։ Տեսեք, ինքը 18-ին ոնց զավթեց իշխանությունը։ Իրեն հռչակեց հերոս, մնացած բոլորը դարձան հակահերոսներ, հա, եւ ինքը ըստ էության 8 տարի վամպիրի պես, ասենց արյունը ուտելով ժողովրդի այդ հակահերոս կերպարները ստեղծած ինքը առաջ է տանում, հույս վաճառելով ժողովրդի վրա։ Եվ կարծես թե մարել է, ժողովրդին այլևս չեն հետաքրքրում այդ հակահերոսների կերպարները, որտեղ հասկացել են, որ դա կեղծիք է, իրականություն չէ։ Եվ ինքը ինչ պիտի անի, նորից պիտի այդ ամենը թարմացնի, նորից պիտի այդ ամենը փորձի հիշողության մեջ։ Իսկ ընդհանուր առմամբ ես այստեղ կոնկրետ Արմենի պարագայում շատ ավելի անձնական մոտեցում եմ տեսնում Նիկոլի կողմից, ինչու, որովհետև այս ողջ ժամանակահատվածում քարոզարշավի ընթացքում, երբ քաղաքական ուժերը զբաղված էին քարոզարշավը իրականացնելով եւ շատ ժամանակ նաեւ քաղաքական վերլուծություններ եւ այդպես ուղղորդումներ անելու հնարավորությունը չունեին, Աշոտյանը այդ ամբողջ ժամանակահատվածում անդադար բացահայտումներ էր անում։ Բացահայտումներ, որը շատերիս աչքից այո վրիպել էր, չէինք նկատել կամ ավելի խորությամբ չէինք ուսումնասիրել։ Եվ այս առումով ինքը բացառիկ յուրահատուկ եզակի աշխատանք կատարեց։ Իսկ երեք այդ տխրահռչակ դեբատի ժամանակ, երբ արժանապատիվ կեցվածք ունեին այնտեղ թե Նարեկ Կարապետյանը, հա թե Արման Թաթոյանը, ինչ էր տեղի ունենում, հա, զուգահեռ վերլուծում էր ամեն բան եւ էլի իրականության բացահայտում էր անում Աշոտյանը, որը ոչ մի կերպ չէր կարող մարսել այս իշխանությունները եւ հետեւաբար լրացնելու, վախ մտցնելու, հա, Աշոտյանով կարող է նաեւ փորձել վախ մտցնել մնացած բոլորի մեջ։ Սա զուտ էս իր ցածրակարգ, որովհետեւ երեք ինքը հույս ուներ, որ դեբատի ժամանակ իրեն կհասցնեն այնտեղ կանգնած, հա, արժանապատիվ այդպես ազգային ուժերի ներկայացուցիչները կհասցնեն իրեն այդ հոգեխանգարմունքի վիճակին, որտեղ ինքը կսկսի ղժալ, ճվճվալ եւ կընկնի իր կոմֆորտ զոնայի մեջ, որտեղ ինքը սովորաբար կարողանում է հաղթել մնացածին, իրեն չհասցրեցին այդ վիճակին եւ ըստ էության ինքը տապալեց, հա, այն պլանավորումը, որը ուներ այդ դեբատի շրջանակներում։ Հետեւաբար այդ ամենը կիսատ չթողելու համար ինքը հիմա նոր, այսպես տեսարժան, չգիտեմ, նոր կոպիտ կարող է ընչել, բայց կերակուր է տալիս ժողովրդին, այսպես բաղմունք է տալիս ժողովրդին, որտեղ ժողովուրդը իրականում այո չկարողանա adekvat վերլուծություններ անել, մտածել, հասկանալ ի վերջո եւ սա հիմնականում այն հատվածի համար է, ովքեր կողմնորոշված չեն եւ ամենաշատը վախը, որ մենք ունենք, որ այդ չկողմնորոշված հատվածը ուղղակի չի գնալու ընտրության։ Հիմա ինքը աշխատում է այդ մասայի վրա, որ այո նորից խորանա, հուսալքվեն եւ մարդիկ ուղղակի չգնան ընտրության, որովհետեւ ինքը իր հաղթանակի այդ փոքրիկ հույսը տեսնում է միայն մարդկանց չմասնակցության մեջ։ Մնացած պարագայներում ինքը իրեն հաղթող է համարում եւ այդ դրանով պայմանավորված այս ամենը տեղի է ունենում։ Տեսեք ինչ է կատարվում, չենք էլ հասցնում հասկանալ ում երբ ոնց ինչ պատճառով ձերբակալեցին, ում երբ ոնց ուր տարան, որովհետեւ կարողանանք հասնել գոնե գնալ տեղում իրականությանը կամ հասկանալ այդ մարդկանց հետ ինչ է կատարվում։ Տիկին Հակոբյան, երկրորդ դրվագը նախորդի բանավեճի այն էր, որ այսպես ասած հրահանգ իջեցվեց Ուժեղ Հայաստան կուսակցության գրանցումը մերժելու մասին, լիազորությունը դադարեցնելու մասին եւ այսօր փաստացի դիմում է փոխանցվել, այդպիսի տեղեկություն եղավ։ Դուք ինչ սցենար եք կանխատեսում, եթե process-ը գնա այս կերպես ուղղությամբ։
Երեք ուղղակի էլի դեպատի ժամանակ հասկանալի էր, որ դա պայմանավորվածություն էր, այսինքն ավելի վաղ պայմանավորվել էին, որ դա պիտի հնչի դեպատի ժամանակ, շատ ակնհայտ էր, գիտեք, շատ էր, այսպես մի քիչ այնտեղ շեղումներով խաղացին իրենց դերերը եւ այդ ժամանակ հենց հանրությանը ուղղակի այսպես տեղեկացվեց, որ այո դիմելու են, որովհետեւ գիտեք, այս սցենարին անկեղծ ասած ես դեռևս ամիսներ առաջ եմ սպասել եւ ամեն վարքյան մտածել եմ ինչ պիտի մոգոնի, ինչ պիտի հորինի այս մարդը, որ ուղղակի ընդդիմադիր ուժերին, իրական ընդդիմադիր ուժերին, ազգային ուժերին թույլ չտա մասնակցել ընտրությունների։ Եվ բնականաբար վերջին ժամանակների իրատեսական հարցումները, օբյեկտիվ հարցումները ցույց են տալիս, որ այո, ընդդիմությունը շանս ունի այսօր հաղթել։ Ոչ եզակի, ոչ մեկ, բայց արդեն ընդհանուր ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Եվ հետևաբար իր խնդիրը որն է, կամաց դաշտից դուրս բերել։ Եվ ցավոք սրտի այստեղ էլի գործիք ծառայեց մեր բոլորի կողմից շատ սիրված Արապետի եղբայրը, որը ինձ թվում է երեկես ամբողջ դեպատի ժամանակ էդ էի նայում, որ այդ մարդու մոտ ուղղակի նախանց կա իր եղբոր հիշատակի նկատմամբ, ատելություն կա իր եղբոր հիշատակի նկատմամբ, հակառակ ձևով իր պահվածքը չես կարող մեկնաբանել, այլ կերպ չես կարող։ Եվ այս պայմանավորվածության արդյունքում այո, իրենք գնացին դրան։ Հիմա Նիկոլը իր վերջին բոլոր հնարավոր ծանր զինատեսակները հանում է եւ դեռ տեսեք 1 օր ընդամենը մնացել, 1 օր, այսինքն մոտ 1.5 օր ընտրությունների մեկնարկին եւ ինքը ամեն բան անելու է, որպեսզի հնարավորինս չեզոքացնի ընդդիմադիր ուժերին։ Չեմ ուզում կանխատեսումներ անել, հուսալով, որ ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ դատարանը, որտեղ պիտի դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չեն գնա այդ հակահայկական, պրոադրբեջանական, պրոթուրքական քայլին ուղղակի եւ չեն ոչնչացնի դրանով Հայաստանը, որովհետեւ ինչպես է դիտելու աշխարհը այս ամենը, ինչպես է տեսնելու աշխարհը այս ամենը, բռնաճնշումներով լեցուն մի երկիր, բռնապետական մի երկիր, բայց փաստացի համարժեք արձագանք չի գտնում։ Ինչու։ Այսինքն ժողովրդի կողմից միջազգային հանրության հենց ձեր ասած աշխարհի։ Նույն միջազգային հանրությունը ցավոք սրտի, այո, ասում եմ, բայց նաև ես կարող եմ ինձ հակասել այս հարցում, որովհետև այո, ինքը երկակի ստանդարտներ ունի։ Եվ այս պարագայում ես ինչքանով որ ես ինքս ինքնուրույն ուսումնասիրել եմ այս վերջի 1 տարվա, վերջի 7-8 ամիսների իրականությունը, նույն միջազգային հանրության, նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ուղղորդվող այդ բոլոր սցենարները, թե միջազգային հանրությունը, թե Ադրբեջանն ու Թուրքիան, թե բնականաբար իշխանությունները ներկայիս Հայաստանի, մեկ նպատակ ունեն այս ընտրություններում հաղթել եւ ունենալ ընդհանրապես դրանից հետո մի քանի ամիս կամ 1 տարի ժամանակ, որովհետեւ իրենց պլաններով, իրենց սցենարով Հայաստանի ապամոնտաժումը հենց ընդհանրապես իրենց պետք է մի քանի ամիս, այս իշխանությունների ընտրություններից հետո։ Այսինքն իրենք հիմա ամեն բան անում են, որպեսզի այս իշխանությունները վերարտադրվեն եւ իրենք կարողանան իրականացնել իրականում այո Հայաստանի ապամոնտաժումը։ Սա մտնում է թե հավաքական արևմուտքի այդ տնտեսական շահերի մեջ, թե բնականաբար մտնում է Ադրբեջանի Թուրքիայի շահերի մեջ։ Այստեղ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունների շահը մեկն է իրենց ֆիզիկական անվտանգությունը, իրենց ցոփ-շվայտ ապրելու հնարավորությունը եւ այստեղ իրենք բնականաբար կարմիր գծեր չունեն եւ պատրաստ են ամեն բան անելու այս ուղղությամբ։ Հետեւաբար ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, ազգային քաղաքական ուժերը, ովքեր այսօր ունեն մեկ նպատակ՝ հեռացնել այո այս իշխանություններին եւ կներեք խնդիր ունեն հեռացնել այս իշխանություններին եւ նպատակ ունեն իրականում այո դարձնել արդար, անվտանգ, բարգավաճ, ուժեղ, միասնական Հայաստան։ Ուրեմն այդ պարագայում բոլորը պետք է համախմբված թույլ չտան, որպեսզի հակաիրավական, հակաօրինական քայլեր կատարվեն եւ որևէ ուժ դուրս մնա ընտրապայքարից։ Եվ այստեղ արդեն ես վստահ եմ, ամեն դեպքում իմ համար այդպես է, որ որևէ մեկը պիտի չունենա իմ ու քո, չգիտեմ, քաղաքական նպատակ, այլ պետք է ունենա մեկ նպատակ՝ թույլ չտալ այս ամենը եւ պետք եղած դեպքում կոչ անել ժողովրդին դուրս գալ եւ պայքարել զուտ հենց իրենց իրավունքների համար։